1992-ի մայիսի 7-ին հայկական ուժերը միանգամից 4 ուղղություններով գրոհ սկսեցին դեպի Շուշի։ Գործողությունը ղեկավարում էր Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, կոմանդոսը։ Շուշիի գործողության զորակայանը տեղակայված էր Շոշ գյուղի մոտ։ Հենց Շոշից սկսվեց գրոհի արևելյան ուղղությունը, որը ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։ Հյուսիսային Ստեփանակերտ-Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիչյանն էր, հյուսիսարևմտյան ուղղության հրամանատարը Սեյրան Օհանյանը։ Յուրի Հովանիսյանը ղեկավարում էր Ստեփանակերտի մերձակա Կրկժան գյուղի մոտ գտնվող 26-ի հենակետի պահեստազորի ռազմական գործողությունը։ Հարավային կամ Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր։ Սամվել Բաբայանը, որը հետագայում դարձավ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, Շուշիի գրավման մասին ասել է. Շուշին գրավեցինք ճիշտ ընտրված մարտավարությամբ, այլ ոչ միայն ուժային մեթոդով։ Քաղաքում չեն եղել մարտեր։ Մեր ուժերը Շուշիում ադրբեջանցի զինվորների չեն տեսել։ Գերի են ընկել միայն այն ադրբեջանցիները, ովքեր թաքնվել էին նկուղներում եւ տեղյակ չէին, թե իրենց շուրջ ինչ է կատարվում։ Արկադի Տեր-Թադևոսյանը պատմում է, որ իսկապես շրջափակման մեջ առնելով Շուշին կարևորվում էր քաղաքում մնացածների շրջանում խուճապ առաջացնելը, որպեսզի ադրբեջանցիները հեռանան առանց մարտեր մղելու։ Այդ նպատակով նախապես գրավվել էին Շուշիի եւ Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական բնակավայրերը։ Բերդաքաղաքը շրջափակման մեջ էր։ Մինչև Շուշին եղել են Կրկժանը, Մալիբեյլուն, Խոջալուն, այսինքն կար հաջորդականություն, թե որ բնակավայրերն են ազատագրում։ Շուշիի ազատագրության գործում կարևոր դեր խաղացին նաև առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ շատ ուրիշներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Դազիևը, որին վերագրվում էր Շուշին դավադրաբար հանձնելու ամբաստանություն, դատավարության ընթացքում հաստատել է, որ 1992-ի մայիսին Շուշիում եւ շրջակայքում տեղակայված էր 2500-ից 3000 զինվոր, S-72 տեսակի 3 տանկ, S-55 տեսակի 1 տանկ, 12 հրասայլ, գրադ համակարգ 6000 արկով, 3 թնդանոթ եւ շատ այլ սպառազինություն։ Շուշիի ազատագրումը Արցախյան պատերազմի ամենանշանակալից հաղթանակներից մեկն էր, որը վերջ դրեց Ստեփանակերտի ամենօրյա ռմբակոծություններին եւ որոշ ժամանակ անց հանգեցրեց Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատմանը։